Չի հրապարակում, թող հրապարակի։ Աշխատանքները շարունակվում են զարգացումների վերաբերյալ կապահովի պատշաճ հանրային իրազեկում։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակն այսպես արձագանքեց ազատության հարցին։ Ավարտվել է Ղարաբաղյան բանակցային թղթերի գույքագրումը եւ արդյոք կա որոշում դրանք հրապարակել չհրապարակելու վերաբերյալ։ Ավելի քան 9 ամիս է անցել այն օրից, որ իմացվեց վարչապետ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքագրել արտաքին գերատեսչությունում եղած բանակցային թղթերը։ Փաշինյանի այս հանձնարարականից առաջ նա նախկին 3 նախագահներին բանավեճի էր հրավիրել։ Ստացել մերժում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանավիճելու փոխարեն նրան առաջարկել էր հրապարակել Ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած խաղաղության բոլոր, այդ թվում 2019-ի հունիսի պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները։ Նաեւ ընդդիմադիր գործիչներն են կրկնել հրապարակման կոչը՝ ի պատասխան վարչապետի պնդման, թե 1994-ից, այսինքն հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը կրկին թարմացրեց նախկին ղեկավարների հետ բանավիճելու իր հրավերը, ի պատասխան Տեր-Պետրոսյանը հայտարարեց. Հրապարակի բոլոր փաստաթղթերը, խնդրեմ։ Հրապարակի արդեն վեճը վերջացած կրնի։ Մի հատը Սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կոնդիցիոների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս է, մեզ տալիս է, այդ դուք թողել եք այդ որ sense մի դարակում դրածելներ, որ դրածելներ կասեինք վերցրեք, ձեզ ենք տալիս։ Այդ հրապարակածը ձեր վիճակը չի լավացնելու, մենակ վատացնելու է, իզուր հույսեր մի կապեք։ Ընդդիմադիրների մատնանշած պլանը հենց Փաշինյանի իշխանության շրջանում է ստացվել։ Հիմա, երբ Մինսկի խումբը լուծարված է, այդ հարցում էլ կաշկանդվածություն չկա, որն է չհրապարակելու պատճառը։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասում է, քաղաքական կաշկանդվածություն չկա, բայց դրանք միայն Հայաստանի փաստաթղթերը չեն։ Եթե այն իրագործվեր, մենք ունենայինք մի իրողություն, որ ընդամենը պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին եւ կգվեր լիակատար խաղաղություն, խաղաղարար զորքերով եւ այլն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցը շահկապվում էր Քելբաջարի եւ Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Դա նաեւ դրթելու էր Ադրբեջանին, եթե նա ուզում էր Քելբաջարը հետ ստանալ, գնալ կարևորագույն զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Մինչ հակփոխնախագահ Լևոն Զուրաբյանը 2019-ի պլանը փայլուն է որակում, պնդում, թե դա Արցախը հայկական կպահեր, իշխանությունից հակադարձում են բանակցային բոլոր առաջարկները ենթադրում էին, որ Ղարաբաղը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Իսկ կոնկրետ ինչ կար 2019-ի առաջարկում։ Մինչ բում փաստաթուղթը չի հրապարակվում, քաղաքացիական պայմանագրի падգամավոր Արման Եղոյանը Ֆակտոր TV-ի հետ զրույցում է կարգավորման պլանի մանրամասներից խոսում։ Հրապարակում եմ, ասում եմ, կետ առաջին 5 շրջանի վերադարձ, կետ երկրորդ կոմունիկացիաները ապաշրջափակվում են, կետ երրորդ խաղաղապահներ են մտնում Լեռնային Ղարաբաղ։ Այս 3 կետի, այս ասում եմ, հրապարակում եմ, հակի ժողովուրդը եթե հիմա նայում է, թող լսի։ Միջազգային երաշխիքներ չէին, նրանք ռուսական երաշխիքներ էին, նրանք միջազգային երաշխիքներ չէին։ Ոնց եք համեմատում խաղաղ պլանի հետ, բանի եղավ։ Ես պատերազմի արդյունքը չեմ համեմատում։ Ստացվում է ստանալու ենք նույն բանը, բայց հեչ նույն բանը չենք ստանալու, այսօր չկա։ Դուք երևի ուզում եք, որ ես դա ասեմ, որ վերնագիր դնեք, բայց ես չեմ համեմատում դա պատերազմի հետ։ Ես դա համեմատում եմ մեր այն ժամանակվա ժողովրդի սպասումների հետ։ 2019 թվականի փաստաթուղթը նախ սկսվում է հետևյալով. Ադրբեջանի Հանրապետության նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ չէր Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն էր, բայց Արմեն Սարգսյանն էլ երբեք չի բանակցել։ Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը։ Պնդելով, թե այդ փաստաթուղթը Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության ամփոփումն էր, իշխող քաղաքացիական պայմանագիրը միաժամանակ չի հստակեցնում, ինչ է տեղի ունեցել Մինսկի խմբի համանախագահների 2019-ի այդ առաջարկների հետ։ Հակից Լևոն Զուրաբյանը պնդում է, Փաշինյանը մերժել է բանակցություններն այդ պլանի շուրջ։ Թե ազգային ժողովի խոսնակ Ռուբինյանը, թե իշխանական падգամավոր Եղոյանը միաբերամբ վստահեցնում են մերժում չի եղել, բայց թե ինչ է եղել, եթե ոչ մերժում, կոնկրետ չեն պատասխանում։ Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ։ Վերջ։ Հետևաբար ամեն ինչ, որ ասում է սրան հակառակ, սուտ է։ 2019-ին, եթե ընդդիմության նշած ժամանակահատվածը ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն արդեն արել էր իր հայտնի հայտարարությունը, այդ թվում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Մինչ այդ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում անհասանելի է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը։ Վերնագիրը կա, բովանդակությունը ոչ։ Իսկ էջն անհասանելի դարձավ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովի անցած փետրվարի հայտարարությունից հետո, որտեղ նա բաց տեքստով ասել էր Բաքվի համար անընդունելի է արտգործնախարարության կայքի ձևակերպումը, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Դեռ անցած տարի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Ազատությանը փոխանցել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն արտգործնախարարության կայքից չի հեռացվել։ Բովանդակությունն արտացոլված կլինի մեջբերեմ պատշաճ ժամկետներում։ Թե որն է այդ պատշաճ ժամկետը, խոսնակը չէր հստակեցրել, փաստն այն է, որ խափանումն արդեն 1.5 տարուց ավելի շարունակվում է։